Բարի երեկո արգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Ութաֆյանն եմ, կարևոր է նախ համառոտ։ Ընտրությանը մնացել է մի քանի ժամ, ներքին գործերի նախարարությունը տվյալներ է ներկայացրել ընտրողների թվի վերաբերյալ։ Ընտրակաշարքի դեմ պայքար ԱԹՍ-ներով հակակոռուպցիոնը հայտարարել է, թե ինչպես են բացահայտելու ընտրակաշարքի դեպքերը։ Նոր ձերբակալություններ ու ձերբակալությունների որոշումներ կան, ինչ են հայտարարել իրավական կառույցները։ Օկուպացված Քարվաճարում ադրբեջանցի զինծառայող է մահացել, ինչ մանրամասներ է հայտնի։ Ստեփանավանում արտակարգ վիճակ է այսօր տեղացած կարկուտի պատճառով քաղաքում սահմանվել է արտակարգ ռեժիմ, ստեղծվել է շտաբ եւ վնասները գույքագրող հանձնաժողով։ Կարկուտի պատճառով վնասվել են մեքենաներ, տների տանիքներ, ցանկատարածություններ։ Ստեփանավանի համայնքապետարանը հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել հասցված վնասները։ Համայնքապետարանը համայնքի ղեկավարությամբ, համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ շտաբ է ձևավորվել արտակարգ իրավիճակների հանձնաժողով է ձևավորվել, այս պահին արձանագրվում են գույքագրվում են վնասները բնակիչների կողմից, արտակարգ ռեժիմով աշխատում է համայնքապետարանը, տեղում աշխատում են այն աշխատակիցները գույքագրում են բնակիչների հետ հավասար, վնասել է տանտանիքները, վնասել է արևատաքացուցիչներ, վնասել են ապակիներ, ցանկատարածություններ, այգիներ, վնասները մեծ է, ճիշտ ասած մեքենաներ ունենք շատ վնաս։ Մի քանի կադր դիտենք եւ տեսնենք, թե ինչ վիճակ է Ստեփանավանում։ Կեսգիշերից Հայաստանում մեկնարկել է լռության օրը։ Խորհրդարանի ընտրությունից առաջ օրենքով սահմանված վերջին փուլը։ 14 ժամից Հայաստանում տեղի կունենա խորհրդարանի ընտրություն, որի արդյունքով կձևավորվի 9-րդ գումարման ազգային ժողովը։ Խորհրդարանում առնվազն 105 մանդատի համար պայքարում է 18 քաղաքական ուժ, 16 կուսակցություն եւ 2 դաշինք։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հավաքեն առնվազն 4, իսկ դաշինքները 8% ձայն։ Ընտրությունը տեղի կունենա համամասնական ընտրակարգով եւ դրա արդյունքով կորոշվի ոչ միայն խորհրդարանի կազմը, այլև առաջիկա տարիների քաղաքական օրակարգը։ Ներքին գործերի նախարարությունը տվյալներ է ներկայացրել ընտրողների թվի վերաբերյալ։ Եվ այսպես ընտրողների ընդհանուր թիվը 2,485,851 է։ Ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողներ 22,734, հաշվառում չունեցող ընտրողներ 492, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում գտնվող ընտրողներ 627, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողներ 8։ Այսօր եւ վաղը հանրապետության ամբողջ տարածքում օրենսդրությամբ իրեն վերապահված ամբողջ գործիքակազմի կիրառմամբ եւ ժամանակակից տեխնիկական սարքավորումների, այդ թվում անօթաչուների գործադրմամբ հակակոռուպցիոնն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ընտրակաշարք տալու եւ ստանալու հանցավոր սխեմաների մեջ ներգրավված անձանց բացահայտմանը եւ չեզոքացմանը։
Այսօր առավոտյան ապօրինի ձերբակալել եւ քննչական կոմիտեն տեղափոխել ապրելու երկիր կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արդյունք համայնքի ավականու խմբակցության ղեկավար Արթուր Աստոյանին, հայտնել է ապրելու երկիր կուսակցության անդամ Մանեթ Հանդիլյանը։ Նրա խոսքով ձերբակալության եւ վարույթի մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն համաձայնություն է տվել Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածուներ Գարուժ Մարցեցյանի, Էդգար Բոջուկյանի եւ Նաիրա Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու եւ նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ ներկայացված միջնորդություններին։ Իսկ քննչական կոմիտեն հայտարարել է, որ խոշոր չափի փողերի լվացման մեղադրանքով ուժեղ Հայաստանի падգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում։ Կատարումը հանձնարարվել է ներքին գործերի նախարարության ոստիկանությանը։ Падգամավորի թեկնածուների անունները դեռ չեն հրապարակվել։ Օկուպացված Քարվաճարում ադրբեջանցի զինծառայող է մահացել։ Ադրբեջանական բանակի 2 զինծառայողներ Օմարի Լեռնանցկի մոտ ձյան եւ սառույցի պատճառով ընկել են կիրճը։ Բաքուն հայտնել է, որ նրանցից մեկը մահացել է, մյուսը տուժել, տեղափոխել են բժշկական կենտրոն։ Իսկ Ռուսաստանը հույս ունի, որ Հարավային Կովկասի 3+3 ձևաչափի արտգործնախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բաքվում կամ Երևանում։ Այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում, հայտարարել է փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը։ Հիշեցնեմ, որ այդ ձևաչափում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը եւ նրանց 3 հարևանները՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը։ Հայաստանի Հանրապետությունը հայտնել է իր պատրաստակամությունը հյուրընկալելու տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նախարարական հերթական հանդիպումը։ Նմանօրինակ պատրաստակամություն էր հայտնել նաև Ադրբեջանը։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը հայտարարել է, որ հապկից դուրս գալը դժվար թե ավելացնի Հայաստանի անվտանգությունը։ Նրա խոսքով կազմակերպությունը ցույց է տվել իր արդյունավետությունը եւ այս պահին Եվրասիական տարածքում անվտանգության երաշխավորն է։ Արդեն 3 օր է կասեցված է Հայաստանից կորիզավոր մշակաբույսերի պտուղների, սմբուկի, կարտոֆիլի, չրերի, բալի, ծիրանի, դեղցի, նեկտարինի, սալորի եւ թարմ խաղողի արտահանումը Ռուսաստան։ Պաշտոնական պատճառաբանությունը կարանտինային վերահսկողության մեխանիզմների բացակայությունն է, բայց գյուղացին խնդիրը լուծել չի կարողանում, իսկ բերքը փչանում է։ Շուկայում էլ լճացում է առաջացել։ Սա արդյոք տեխնիկական խախտումների հետևանք է, թե Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում տնտեսական ճնշումների հերթական Մինչ պաշտոնյաները պարզաբանումներ են տալիս, հազարավոր գյուղացիներ արդեն հաշվում են հնարավոր վնասները։ 2 ուսանող ունի Վոլոդյան։ Ամբողջ տարվա եկամուտը կեռասի իր այգիներից է ստանում, բայց այս տարի այլընտրանքային շուկայի վրա է հույսը դրել։ Տեղյակ է, որ Ռուսաստանը արգելել է կորիզավոր մրգերի արտահանումը, որոշել է Վրաստան դուրս բերել։ Տվել եմ, անցած տարել են տվել, նախանցածին էլ, վաղվանից էլ։ Արաքսի ջրերից են սնուցվում հասունանուն Վոլոդյայի կեռասները։ Տարեկան ստացվող 2-3 տոննա բերքը միայն վրացական շուկայի համար շատ է։ Նախորդ տարիներին կեռասի հիմնական շուկան Վրաստանից զատ Ռուսաստանն է եղել, բայց ստեղծված պայմաններում Վոլոդյան որոշել է իր արտադրանքը նաև ներքին շուկայում վաճառել։ Այստեղ էլ ծառացել է լճացման վտանգը։ Դե եթե լճանակը թողենք ծառերի վրա, ոչ էլ կհավաքենք։ Թող դառնա չամիչ։ Ափսոս չի բերքը։ Դե հիմա ինչ անենք։ Մարդուց ափսոս ոչ մի բան չկա։ Մտավախություն ունի գյուղացին, հետ չի բերելու այն ահռելի գումարը, որ ներդրել է ծառերի խնամքի ու պարարտացման համար։ Դե հա, դուրս կգա, պրոստո մենք եկամուտ չենք ունենա էդի։ Իսկ լճացումն արդեն սկսվել է։ Սահմանից հետ եկող բեռնատարների պատճառով ելակն օրինակ շուկայում գրեթե կրկնակի էժանացել է։ Ջերմոցում լոլիկ եւ ելակ աճեցնողը ահազանգում է։ Իրանական շուկայից ներկրվող բանջարեղենից բացի մրցակցային շուկա է դուրս եկել բեռնատարներով ետ բերվող ապրանքը։ Եթե Ռուսաստան չի եթում, այդ մեծ ջերմոցատերերը, այդ է խնդիրը։ Այսինքն լճացում անում։ Դա բա ինչ անում։ Շուկայում ելակ վաճառողն ասում է, խոշորը վաճառում են 1000, իսկ մանրը 600-ից 700 դրամով։ Գինն էժանացել է գրեթե կրկնակի։ Դա լավ է սպառողի համար, բայց արտադրող գյուղացին միլիոնների վնաս է ունենում։ Գյուղացին մեղք կային, որ ասում են մեղք կա իսկականից։ Չեն կարող դուրս անում իրանց ապրանքը, որ մի 2 կոպեկ փող աշխատեն։ Իրանք լսելով նորությունները սկսել են էժան վաճառել կլունիկը այն բանով, որ մտածում են, որ դուրս չի ելնելու, կարող ամենա փչանը։
Ռոսել Խոզնաձորը հունիսի 3-ից սահմանափակել է Հայաստանից կորիզավոր մշակաբույսերի, պտուղների, սմբուկի, կարտոֆիլի եւ չրերի ներմուծումը։ Այս ֆոնին օրեր առաջ Բագրատաշենի անցակետի մոտ 100-ավոր ջերմոցատերեր ու բեռնատարների վարորդներ փակել էին ճանապարհը։ Նրանք բողոքում էին, որ չեն կարողանում արտահանել իրենց արտադրանքը ԵԱՏՄ շուկա եւ կանգնած են սնանկացման վտանգի առաջ։ Սեդա Գյուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրթիռային եւ անօդաչուների հարձակումներ են հետ մղել։ Օդային տագնապի ազդանշան է հնչել նաեւ Բահրեյնում։ Ցախալի հարվածի պատճառով Լիբանանի բանակի զինծառայողներ են զոհվել, այդ թվում բարձրաստիճան սպա։ Իսկ Իրանն ԱՄՆ-ի հարձակումներից հետո հարվածները հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմակայանին եւ Բահրեյնում ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի օբյեկտներին։ Տեղական լրատվամիջոցները գրում են, որ գրոհն իրականացվել է նաեւ 4 լցանավի վրա, որոնք փորձել են Հորմուզի նեղուցն անցնել առանց Իրանի թույլտվության։ ԱՄՆ-ն պնդում է, որ անօդաչուները ոչնչացվել են։ Թրամփը վստահ է, որ Իրանը ստիպված կլինի համաձայնության գնալ։ ԱՄՆ նախագահի խոսքով Իրանը պահպանել է իր հրթիռային զինանոցի մոտ 21-ից 22%։ Թեպետ ամերիկյան հարվածները լրջորեն թուլացրել են Իրանի ռազմական ներուժը, ոչնչացնելով հրթիռների եւ անօդաչու սարքերի արտադրության օբյեկտների մեծ մասը։ Թրամփը նաեւ քննադատել է նրանց, ովքեր պահանջում են արագ ավարտել հակամարտությունը, նշելով, որ նման դիմակայությունները հազվադեպ են ավարտվում մի քանի ամսում։ Իրանի անօդաչու սարքերի արտադրության գործարանների մեծ մասը շարքից դուրս է բերվել, արձակման հարթակների մեծ մասը ոչնչացվել է, հրթիռների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների մեծ մասն էլ ոչնչացվել է, սակայն որոշակի ներուժ նրանք դեռ ունեն։ Իրանական ղեկավարությունը դեռ չի համաձայնել Վաշինգտոնի հետ գործարքի իր ուժի եւ հպարտության պատճառով, սակայն Իրանը ստիպված կլինի համաձայնության գալ։ Նրանք ուժեղ են, նրանք հպարտ են, նրանք ստիպված կլինեն անել բաներ, որոնք երբեք չէին մտածի անել։ Նրանք ընտրություն չունեն, թեև դրա համար որոշ ժամանակ է պահանջվում։ Ես դրանով զբաղվում եմ ընդամենը 3 ամիս։ Վիետնամի պատերազմը տևել է 19 տարի։ Եվ վերջում 7431 հոդված, որոնք կանխազերծում են Ադրբեջանի իրական պլանները։ Փաստաթուղթը մշակել է Genesis Armenia ուղեղային կենտրոնը։ Կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանը եւ ծրագրերի ղեկավար Արսեն Գասպարյանը ներկայացնում են կեղծ նարատիվի անատոմիա։ Դուք դիտեք հոլովակը, իսկ մենք կհանդիպենք։ Վերադարձ ասում են Բաքվում։ Ուր։ Այո, Հայաստանի Հանրապետություն։ Արևմտյան Ադրբեջանի համայնք կոչվող կառույցը պահանջում է 300,000 ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։ Ալիևը դա անվանում է պետական նպատակ։ 2022 թվականին Ադրբեջանում ստեղծված Արևմտյան Ադրբեջանի համայնքն էլ զբաղվում է հենց այդ գործով։ Կազմակերպության առանցքային նպատակը կոչվում է ուշադրություն վերադարձի հայեցակարգ, այսինքն խնդիրը բարձրացրել են հայեցակարգային մակարդակի, ոչ թե լոզունգային կամ քարոզչական խոսույթ, վերադարձի հայեցակարգ։ Նրանց ձևակերպմամբ խոսքը Հայաստանի ներկայիս տարածքից արտաքսված ադրբեջանցիների վերադարձի եւ մինչեւ 300,000 ադրբեջանցու Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածք վերադառնալուց հետո նրանց անհատական եւ կոլեկտիվ իրավունքների ապահովման մասին է։ Սակայն Արևմտյան Ադրբեջանի համայնքի գործունեությունը հենց սկզբից ստացել է Ադրբեջանի իշխանության բաց եւ հետեւողական աջակցությունը։ Դեռ 2022 թվականի դեկտեմբերին նախագահ Ալիևը Արևմտյան Ադրբեջանը անվանեց Ադրբեջանի պատմական հող եւ հայտարարեց, որ արևմտյան ադրբեջանցիները կվերադառնան իրենց հայրենի հողերը։ 2025 թվականին Ադրբեջանի իշխանությունը եւս մեկ անգամ վերահաստատեց Արևմտյան Ադրբեջանի հարցը պետական քաղաքականության առաջնահերթություններից է։
Ինչ է իրականում կատարվում, Արսեն։ Genesis Armenian վերլուծել է Արևմտյան Ադրբեջանի համայնքի շուրջ 3 տարվա գործունեությունը, ուսումնասիրելով պետական ֆինանսավորում ստացող ադրբեջանական ԱՊԱ գործակալության հրապարակված 296 հայտարարություն, ելույթներ, հարցազրույցներ եւ միջազգային կառույցներին ուղղված նամակներ։ Թիվը ֆիքս է 296 հայտարարություն, այսինքն մոտավորապես 300 հայտարարություն ադրբեջանական պետական եւ պետական հովանավորություն վայելող կառույցի կողմից։ Genesis Armenian վերլուծել է տեքստերում կողքի հանդիպող բառազույգերը, առանձնացրել ամենահաճախ օգտագործվող 50 բիգրամները, կազմել է բառային ամպ, word cloud, այսպես են ասում, իսկ հրապարակումների ամսաթվերի հիման վրա հաշվարկել ենք կազմակերպության ակտիվության դինամիկան ըստ ամիսների։ Հավաքագրել եւ վերլուծել ենք, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, 7431 առանձին հրապարակում, յուրաքանչյուրի վերնագրով, ամբողջական տեքստով, ամսաթվով եւ հղումով։ Եվ ինչ են ցույց տալիս արդյունքները։ Փաստերը վկայում են, որ Արևմտյան Ադրբեջան հռետորաբանությունը վաղուց դուրս է եկել մարդու իրավունքների պաշտպանության դասական շրջանակներից։ 2020 թվականի պատերազմից հետո իսկ հատկապես Արցախում հայկական մշակութային եւ քրիստոնեական հետքերի վերացման քաղաքականության ֆոնին այս գաղափարախոսությունը վերածվել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուղղված հստակ քաղաքական օրակարգի։ Ավելին, Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերից հետո Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավարը բացահայտ հայտարարում է, որ կազմակերպությունը շարունակելու է իր պայքարը իբր նախնիների հողեր վերադարձի համար։ Այդ նախնիների հողերը ըստ նրան ձևակերպումների Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է։ Այսպիսով, երբ Բաքուն խոսում է վերադարձից, ինչ է իրականում նկատի ունենում։ Այո, Հայաստանի նկատմամբ նոր քաղաքական եւ տարածքային պահանջներ։ Քաղաքական եւ տարածքային պահանջներ։ Հիմա մենք կփորձենք մեր այդ կատարած հետազոտության ամբողջական թվային պատկեր շատ པարզ եւ մատչելի ձևով, ինֆոգրաֆիկաների միջոցով, դիագրամների միջոցով հանձնել ձեր դատին եւ տեսնենք թե 2022 թվականից մինչեւ 25 թվականի դեկտեմբերը ներառյալ Ադրբեջանի պաշտոնական եւ իբրև թե ոչ պաշտոնական շրջանակներից այդ 300 հայտարարությունների կոնտեքստը որն է, իմաստը որն է եւ որքան է այն վայելում պետության հովանավորությունը։ Գրանք Արսեն։ Իրեդենտիստական կամ տարածքային հավակնությունների վրա հիմնված բնույթի հայտարարությունների ամսական հաճախականությունը ըստ համապատասխան աղբյուրների, աղբյուրը ինչպես քիչ առաջ նշեցինք, ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, որտեղ շատ ավելի մանրակրկիտ եւ մանրամասն ներկայացվում են այդ հայտարարությունները։ Եվ նույնպես Ադրբեջանի նախագահի եւ այլ պետական կառույցների պաշտոնական հայտարարությունները խնդրում ենք ուշադրություն դարձնել հետազոտության ժամանակահատվածի վրա 2023 թվականի հունվարից մինչև 2025 թվականի դեկտեմբեր։ Գրեթե 3 տարի։ Այո։ Գրեթե 3 տարվա պաշտոնական հայտարարություններ, ուրեմն կապույտով պաշտոնական հայտարարություններ են, որոնք հնչել են Ալիևի կամ Ադրբեջանի քաղաքական իստեբլիշմենտի կողմից անմիջականորեն, իսկ կարմիրով այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համայնքի հայտարարությունները։ Արսեն, որը կուզես դու վերցնես ներկայացնել։ Պաշտոնական հայտարարությունները ուշադրություն դարձրեք, ինչպես 23 թվականից մինչև 25-ի վերջը, նրանք միշտ ավելի շատ են եղել, քան արևմտյան Ադրբեջանի համայնքի հայտարարությունները։ Ուրեմն պաշտոնական հայտարարությունները այստեղ տեսեք, հայտարարությունների միջին քանակն է 20, մինչև 20-ն ենք ֆիքսել, 20-ից ավելին, թե ինչպիսին են եղել, ուրեմն 2023 թվականին 21 պաշտոնական հայտարարություն է եղել, 24 թվականին 13 պաշտոնական հայտարարություն եւ 25 թվականին 16 պաշտոնական հայտարարություն։ Այսինքն սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, ինչպես վերադարձի հարցը Ադրբեջանի համար պետական քաղաքականության խնդիր է դարձել։ Եվ կարմիրով արևմտյան Ադրբեջանի համայնքի հայտարարությունները տեսնում ենք 23 թվականն, այսինքն Արցախի հայաթափման տարում
պետական եւ ոչ պետական պաշտոնապես այսպես ասենք կազմակերպությունները կամ միավորները, այսինքն պետությունն ու այդ համայնքը գրեթե հավասար հայտարարություններ են արել Արևմտյան Ադրբեջանի այսպես կոչված խոսույթի ակտիվացման եւ 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին։ 24 թվականին բնականաբար մի փոքր նվազել է, բայց պաշտոնական հայտարարությունները երակի ավելին են, 8-ակի ավելի է 25 թվականին։ Խնդրեմ մյուս գրաֆիկան։ Խնդրեմ, ներկայացրու։ Ուշադրություն դարձրեք նույն ժամանակահատվածը 23 թվականի հունվարից մինչև 25 թվականի դեկտեմբերը, այստեղ դուք տեսնում եք ամսական հաճախականությունը ըստ նույն աղբյուրների, ադրբեջանական ապագործակալության աղբյուրների եւ Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունների, նախագահի աշխատակազմի եւ այլ պաշտոնական աղբյուրների վերլուծությունը այս նույն բնույթի հայտարարությունները ամսական հաճախականությամբ ուշադրություն դարձրեք նորից շատ հազվադեպ է լինում 23 թվականին գրեթե երևի մեկ ժամանակահատված, երբ Արևմտյան Ադրբեջան համայնքի հայտարարությունները մի փոքր ավելի շատ են, քան պաշտոնական հայտարարությունները, որոնք կապույտ գույնով են նշանակված։ Արսեն, այստեղ մի փոքր փակագից բացենք պարզապես։ Այս պիկը, որ մենք տեսնում ենք Արևմտյան Ադրբեջան համայնքի հայտարարությունների, պայմանավորված է բացառապես Արցախի հայաթափմանը հաջորդած ժամանակահատվածում Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ լրացուցիչ հոգեբանական ճնշումներ իրականացվելով, որովհետեւ այստեղ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներն են ընկնում, երբ պետությունը ագրեսիա կիրառեց, պատերազմ հայտարարեց եւ էթնիկ զտման փորձ կատարեց Արցախում, հայտարարությունները իջան, հա, որը մենք տեսնում ենք այստեղ իջել է, որովհետեւ իրենց խնդիրը մեծ հաշվով նաեւ միջազգային հանրության աչքին շատ ագրեսոր չերևալու խնդիր։ Բայց տես Աբրահամ, 24 թվականից մինչև 25-ի վերջը, եթե ուշադրություն դարձնես, Արևմտյան Ադրբեջանի համայնքի հայտարարությունները շատ ավելի քիչ են, քան պաշտոնական հայտարարությունները Ադրբեջանի նախագահի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների։ Այ հիմա երրորդ գրաֆիկան, ինֆոգրաֆիկան շատ ավելի հետաքրքիր եւ ավելի մանրամասն կներկայացնենք, պիտի խնդրեմ փոխեն։ Դարձյալ կապույտը պաշտոնական հայտարարությունները, կարմիրը համայնքի հայտարարությունները, ներկայացված կորը նվազեցնում է տվյալների կարճաժամկետ տատանումների ազդեցություն եւ ընդգծում ընդհանուր միտումը, հիմա կբացատրենք ինչի մասին է խոսքը, խնդրեմ Արսեն, որը կուզես դու ներկայացրու։ Նայեք, սկսվում է Լաչինի Միչանսկի շրջափակումից հետո 23 թվականից ուշադրություն դարձրեք հիմնական իրադարձությունների վրա, Ադրբեջանի հարձակումն Արցախի դեմ, այնուհետև հարաբերությունների կարգավորման որոշ հայտարարություններ, Ռուսաստանի խաղապահ ուժերի դուրսբերում 4 գյուղը երբ հանձնվեց, Հայաստանը Ադրբեջանին հանձնեց 4 գյուղ եւ դրանից առաջ Ռուսաստանի խաղապահների դուրսբերումը, այնուհետև համաձայնագրի նախագծի վերջնականացում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև եւ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրում։ Սրանք այն հիմնական իրադարձություններ են, որոնք այս 3 տարվա ընթացքում ցույց են տալիս ինչպես են Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունները եւ Արևմտյան Ադրբեջանի համայնքի հայտարարությունները ամսական հիմքի վրա ինչ հաճախականություն ունեն։ Ես պարզապես ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-13, երբ Բերձորում կամ Լաչինի Միչանսկում այսպես կոչված ադրբեջանական ակտիվիստները, բնապահպանական ակտիվիստները, որոնք իրականում Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ էին եւ որոնց մենք տեսանք վերջերս նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում, երբ մի խումբ այսպես կոչված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք Հայաստանի իշխանության անմիջական ենթակայության տակ են գտնվում կամ աշխատել են պետական օղակներում վերջին մի քանի տարվա ընթացքում, հանդիպեցին հենց այդ մարդկանց հետ, որոնք Լաչինի Միչանսկն էին փակել։ Ուրեմն 22-ի դեկտեմբերի Միչանսկի փակումից հետո այս դիագրամը հաշվի առնում, տեսեք ինչ հետաքրքիր է, Արցախի շրջափակման օրերին 9-ամսյա կամ գրեթե 10-ամսյա շրջափակման օրերին պիկը այստեղ է։ Այսինքն հունվար, փետրվար 23 թվականի պաշտոնական հայտարարությունները ոչ միայն Արցախը Ադրբեջանին բռնակցելու, անեքսիայի ենթարկելու, այլ նաև Սյունիք
այսպես կոչված 300,000 ադրբեջանցիների վերադարձի գաղափարախոսությունը պետական հովանավորություն է ունեցել այստեղ եւ զուգահեռ գրեթե 1/3-ով էլ Ադրբեջանի այսպես կոչված այդ համայնքի հայտարարություններն են եղել, որոնք սեպտեմբերին ընթառաջ օգոստոս-սեպտեմբեր, հա, եւ հոկտեմբեր շարունակել են շատ ավելի բարձր տոկոս կազմել, հետո տեսնում ենք նվազեցում այստեղ բայց փոխարենը Այս դա համեմատական նվազեցում է, որովհետև ուշադրություն դարձրեք 30 թիվը որ կա, դա ամսական 30 հայտարարությունն է։ Եվ այսպես մինչև 25 թվականի վերջը 30-ի մոտ հայտարարություններ է արվում եւ Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավարության կողմից եւ Ադրբեջանի ղեկավարության կողմից։ Հիշեք նաեւ 2022 թվականի հոկտեմբերի 6-7 Պրահյան գործընթացին հաջորդած ժամանակահատվածը, երբ Հայաստանի գործող իշխանությունը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, ներառյալ Արցախը, մենք տեսնում ենք ինչպիսի ակտիվություն է նկատվում այստեղ Ադրբեջանի համայնքի շրջանում, հա, այսինքն պաշտոնական մակարդակով Ադրբեջան պետությունը իդեմ նախագահի, վարչակազմի ղեկավարի, աշխատակազմի ղեկավարի եւ այլն, այս Իհարկե մենք պետք է հաշվի առնենք, որ այս քաղաքականությունը Ադրբեջանի առաջնահերթություններից մեկն է, եթե ոչ ամենակարևոր խնդիրը ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, վերաբնակեցումը եւ այս քաղաքականությունը շարունակվում է հիմա հունիս ամսին հունիսի 18-ից 19 Օրդուբադ Նախիջևանի Օրդուբադ քաղաքում տեղի է ունենալու մեծ կոնգրես եւ փառատոն, որի վերնագիրն է վերադարձ Արևմտյան Ադրբեջան։ Ով է կազմակերպում այս կոնֆերանսը եւ փառատոնը, Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը Նախիջևանում, Ադրբեջանի կրթության նախարարությունը, Ադրբեջանի ուրեմն Արևմտյան Ադրբեջանի համայնքը եւ Նախիջևանի պետական համալսարանը։ Ինչ է նպատակը այս փառատոն կոնֆերանսի նոյեմբեր ամսին 26 թվականի հրավիրել մեծ միջազգային կոնգրես նույն պետական հովանավորության ներքո, որի խորագիրն է վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան։ Արսենը որպես վաստակավոր դիվանագետ եւ Արցախյան բանակցություններում եւ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մասնակից շատ լավ կհիշի եւ կվկայի, Արսեն խնդրում եմ ասես բոլոր բանակցություններին, որոնց դու մասնակցել ես, զուգահեռ կողքից տեսել ես, որ միջազգային տարբեր ֆորմատներում Եվրախորհուրդ կլինի, ԵԱՀԿ Մինսկի շրջանակ կլինի, ՄԱԿ-ի տարբեր ամբիոններում կլինեն, որտեղ Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցել է Արցախի հարցով։ Միշտ իր բանակցային թիմում ներառել է նաև մարդկանց, որոնք ծնունդով խորհրդային Հայաստանի ծնունդ են եւ այսպես կոչված հենց այդ համայնքի ներկայացուցիչներ են կամ Արցախի ադրբեջականը, ինչպես իրենք էին ասում, համայնքի ներկայացուցիչ, բայց այն ժամանակ մենք ունեինք մի առավելություն։ Մենք խոսում էինք հաղթողի դիրքից եւ թույլ էլ անգամ չէինք տալիս, որ այս հարցերը բարձրանային եւ դառնային քննարկման առարկա։ Ինքնիշխանության գիտակցումը պետության շատ ավելի բարձր էր եւ ինստիտուցիոնալ հիմքի վրա էր դրել։ Իդեպ ասեմ, այս հետազոտության ամբողջական արդյունքները եւ ամբողջական հետազոտությունը մենք շուտով տեղադրելու ենք մեր կայքում հայերեն եւ անգլերեն լեզուներով եւ մեր հորդորն է բոլորին անպայման օգտվել, որովհետեւ շատ լուրջ աշխատանք է կատարվել, տքնաջան աշխատանք է կատարվել, նշեցի 300 հայտարարության ուսումնասիրությանն է վերաբերում խոսքը։ Տեղադրելու ենք 3w.genesarmenia.am մեր կայքում, նաև մենք հասանելի ենք բնականաբար սոցիալական բոլոր ցանցերում, կարող եք ծանոթանալ եւ Facebook-ից եւ Telegram-ի մեր Genesis Armenia խմբից եւ Instagram-ից եւ սոցիալական բոլոր հնարավոր հարթակներից։ Բարի լույս, սիրելի հետևորդներ, սիրելի ընկերներ, այսօր մայիսի 23-ն է, շաբաթ առավոտյան ժամը 5:25, հենց հիմա շարժվելու եմ դեպի Սյունիք, դեպի տեղ գյուղ, մենք առանց ֆիլտրներ ենք փորձելու հասկանալ իրապես որն է մեր Հայաստանը եւ արդյոք Facebook-յան Հայաստանը, վիրտուալ Հայաստանը, որ մեզ ներկայացնում են
Այն վատ երևույթները, որ ներկայացնում են ընդհանրապես իրականության համապատասխանում են, թե ոչ։ Ես ինձ հետ մի խումբ ընկերների եմ վերցնում, գնալու ենք այնտեղ ծրագրերությունը հետևյալն է, պատահականության սկզբունքով մտնելու ենք սահմանային այդ գյուղ, դուրը ծեծելու ենք, մտնելու ենք հայի տուն, հայ ընտանիքի հետ մի ամբողջ օր ենք անցկացնելու, մի ամբողջ օր ենք կիսելու իրենց կենցաղը, այս ընթացքում էլի կհանդիպենք։ Լավ, գնանք Տարոն ջան, գնացինք։ Եկանք հասանք Գորիս, առավոտյան հրաշագեղնի տեսարանները բացվել։ Այստեղից շարժվելու ենք արդեն դեպի տեղ գյուղ, պատահականության սկզբունքով կմոտենանք մեր հայրենակիցներից մեկի տանը, դուռը կծեծենք ու կմտնենք, տեսնենք ինչ հետաքրքիր օր է մեզ սպասվում։ Գնացինք։ Ես սկսեց անձրևել, ներքևում չկար օրինակ, տեղում չկար, ստեղ արդեն մի քիչ ավելի բարձր, բայց լավ կլինի, որ այսօր անձրև չլինի, որ կարողանանք մեր օրակարգը ամբողջությամբ իրականացնել։ Մի բան բացացանք դեպի մեր դիրքեր, պետք չի բնականաբար այդ ամեն ինչը ցույց տալ, հիմա նորից վերադառնում ենք մեր սովորական առօրյային։ Գնալսինք տեսանք մերոնք լավ են թե չէ ու հետո արդեն շարունակում ենք այսինքն մեր ճանապարհը։ Այսինք դարել ես դասպանել Որնի կարան չնես կահանը, Վերգին աղշի վերգտամը, Պատիվ ունեցողը թողգա, Երբ որ նկարագրում է երգի մեջ, ասում է, որ եկան, չգիտեմ, յուղերը մտան, թալանեցին, թուրքերը ես արեցին, հետ արեցին, և մեր կանանց ու աղջիկներին տարան, և երգի այդ քառատողը փակում է շատ հզոր խոսքով պատիվ ունեցողը թող գա։ Մարիա ասում ենք։ Ատլես երեխեքին մոտենանք հարցնենք ոնց են, ոնց չեն։ Անունդ ինչ է։ Քոն Ալեքս, Բակոնը։ Սևակես ինչ լավ անուններ են։ Տղեկ լասեք տեսնեմ, ստեղ խանութ որտեղ կա։ Հələ կքշեք հետներս գաք, հələ առաջնորդեք մեզ, Տարեք, դու էլ կգաս ավտոն նստես, արի, եկ, Մենք հայի տուն ենք գնում, մեր դատակ ձերքով չեն կարող գնալ բնախականաբար, այդ ես պատճառով մտանք խանութ։ Էս երեքն է, դու 3 տարեկան ես, հա։ Բարև ձեզ, լավ, դուք ինչպես եք, առողջությունը ոնց է։ Հողի կադաստրային հողերը իրական մշակվել հողերի հետ չի համապատասխանում։ Այս գյուղի հողերը մինչև որ սահմանն են, որ հատվածն են։ Այն արագուսն է, սենց շուրա տալես մինչև կորնի ձոր, մինչև այն տարածքը։ Դենտեղ մի 70 հեկտար թուրքը նստել է, տարածքել նիտրալ է, էլի կոչում, նիտրալ հող պետք ինի, 2 պետք։ Որ հատվածում է, որ մտել են։ Ես լիքսենգին ծավել լավել, ընդեղից են է։ Այն փոսերը, այս կողմի մենք եք նստած, այն կողմի 20 մետրի վրա իրանք։ Ասում են, որ կադաստրային տվյալները հողերի և իրական հողի պատկերը տվյալներ իրար չեն համապատասխանում, դրա համար ոչ այգեգործությունն է,
զարգանում, ոչ գյուղատնտեսություն առասարակ, որովհետև ստացվում է այնպես, որ մարդը գալիս է իր հողում ինչ-որ ծառա տնկում, բայց հետո հարևանը կարող է գա ասի, որ կադաստրային տվյալներով այդ ինչ որ չարչարվել ես, տանջվել ես, հողդ մշակել ես, այգիդ տնկել ես, միրգդ ստացել ես, այդ իմն է, որովհետև տվյալներ չեն համապատասխանում։ Նա ինչ հետաքրքիր տրաֆարետ է տարուն լագրի Արցախ։ Արցախ։ Այս էլ երեխեք է։ Հիմա ասենց որ աչով գնանք, ուր կգնանք։ Հա։ Գորնի ձոր։ Հա, Գորնի ձոր։ Բա Արցախ ոնց գնանք։ Հա։ Ոնց չկա, այստեղ չկա, բայց մի քիչ հետո Արցախը չի։ Հա, այստեղ է գրած, տես աչով է դրած։ Հասկացա։ Մերն է, չէ՞ Արցախը։ Արցախը մերն է, չէ՞։ Խորթ ու բորթ ճամփեքով գանք պատմենք գյուղի մեջ։ Ես ուզում եմ հասկանալ, որ տան դուռն եմ ուզում ծեծել։ Այդ Արոն ինչ կարծիք ես։ Այստեղից հետո չգիտեմ ինչա, բայց կարող է այս տունը մտնենք։ Ես վստահ եմ, որ ցանկացած հայի դուռ որ ծեծենք, ասենք եկել ենք ձեզ հետ մի օր անցկացնել, չեմ կարծում, որ մեզ մերժելու են։ Նույնպես որ բարև ձեզ։ Ես Աբրահամն եմ, Աբրահամ Գասպարյան, շատ ուրախ եմ։ Ես Genesis Armenia կազմակերպությունն եմ ներկայացնում, ինքը գիտավելուցական կենտրոն, ուղեղային կենտրոն է։ Եկել եմ մի ծրագիր եմ իրականացնում։ Ուրեմն մեր մարզերի համայնքներով գյուղերով ման եմ գալիս, 5 համայնք եմ ման գալիս, որտեղ ուզում եմ քարտեզագրեմ մեր հայրենակիցների խնդիրները, պրոբլեմները, սոցիալական խնդիրները, տնտեսական, գյուղատնտեսական, ընդհանրապես իրենք ոնց են մտածում, ուզում եմ հետաքրքիր մի բան իրականացնեմ, եկել եմ մի օր ձեզ հետ անցկացնեմ, ամբողջությամբ, առավոտից մինչև գիշեր, եթե իհարկե նաև չեք ընդդիմանա, կարող եմ գիշերել ձեր տանը, ուզում եմ ձեր կենցաղը կիսեմ, եթե դուք հողում գործ եք անելու, գյուղատնտեսական աշխատանք եք կատարելու, ձեզ հետ անեմ, ծանոթների հետ, բարեկամների հետ։ Գնանք, բարև Մայրիկ ջան։ Իմ անունը Աբրահամ է։ Շատ ուրախ եմ, Մայրիկ ջան։ Ապեր, հələ արի տեսնենք։ Դու ով ես, քո անունն ինչ է։ Արի։ Համի արի տեսնեմ։ Ոնց ես։ Հավես։ Ինչ ես խաղում, լեգո ես խաղում։ Դեշեմ։ Իմ երեխեքն են լեգոյով շատ սիրում խաղալ, արի տեսնեմ։ Արի, ստե։ Գյուղի ջահելությունը ինչով է զբաղվում, ամբողջ օրը աշխատանքի մեջ են։ Դե այդքան էլ չի աշխատանք կա, մինչև 20 թիվը, մինչև պատերազմը աշխատանքը շատ էր, այս գյուղում անասնապահությունը շատ է զարգացած իրար, դեր գյուղում, Խնձորեսկում, բոլոր գյուղերում էլի, եթե մարդ ուզացալ է, ստեղծալ է, կարացալ է, տարածքի իլալ է։ Մեր գյուղում մինչև 20 թիվը մի 40,000 գլուխ ոչխար այլ է։ Միայն ոչխար։ Մենակ ոչխար։ Հայաստանում ամենաշատ ոչխարը տեղ գյուղում է։ Խոշորը չեմ կարող ասեմ, բայց շատ էլ է, շատ թիվ էլ է խոշորը։ Բայց հողեր էլ են եղել, որ մշակել եք, զբաղվել եք։ Հա, այդ հողերն էլ ել, այդ գյուղից շատ մարդիկ էլ գա, ինձ հանալ, ծորեն ինձ հանալ։ Հա, դե հիմա չկա, 20 թվից հետո, դաժե մեր գյուղից 100 հեկտար ընկել է Թուրքին, 100 հեկտար, ցանած պատրաստ, վարելահող, ծոր էին գարի, ցանած ընկել է Թուրքին, ես պային թուրքերեն եմ նստած մեջ։ Ես 23 թվի 23 թվի
կարծեմ մարտի 27-ին նստել են թույլտվելու։ Ոնց կարաս ասես տա մերը չի։ Հայկական հող ասես մերը չի, տեսկան են։ Դե հայը որ պիտի չասի այդպես։ Իհարկե։ Լսած գա թուք չոբանա, անգրագետ, որ տարաճան ասի, չոբանա ասի այդ հող մերը չի։ Չէ։ Իրաց բառը սիրուն չի ասեմ, անգրագետ չոբանելը ասում է թորփաղ բիզիմդը։ Բայց մեկ ասում եք Ղարաբաղը մերը չի, լավ։ Աշխատանք չկա գյուղում այդքան։ Աջայլություն, երիտասարդությունը ինչ անելու, հեռանկարը ինչ է ասել։ Հեռանկարը ես իմ, եթե sense քինած որտեղ աշխատանքի լավ պիտի քինան ընդեղել։ Շատ են գյուղից քաղաք գնում, Գորիս, Կապան կամ Քաջարան այդ կողմերը։ Մեր գյուղից Քաջարանում այդքան չկա, այդ հիմնականը Խնատախից Կորնիձորիսկանից են։ Եկեցել են դա աշխատանքի։ Մեր գյուղացիք շինարարներ շատ են։ Գորիսում են շինարարությունում աշխատում, Երևան են քինում աշխատում, կամ դե առաջ որ Ստեփանակերտ են աշխատելիս, լավ, մեր գյուղի փրկելիս էլ է։ Յայլությունը Վարդպետն լրիվ ընդը շինարարությունում աշխատելիս են։ Դե հիմա այդքան էլ Ղարաբաղը բրծավ չկա, ստեղել է չկա։ Ինչի է քեզ հողին շատ կապած սենց։ Դա մեր պապեկան հողն է, ցավոտ տանեմ, պապը ստեղա հողակավորված թաղված, պապս հերս ստեղա, մեր մեծերը ստեղա թաղված, մեկ ստեղի ջուրն եք խմալ, ստեղի հացն եք կերած։ Դե ուրիշ տեղեր էլ կա, հացել, ջուրել, աշխատանք էլ գնացեք այդտեղ լավ ապրեք։ Հացը ջուրը երբեք հայրենիք չի տարել։ Ռուսաստաներում կամ Եվրոպաներում կարող է շատ լավ ապրես, բայց դու չուժո ես։ Չուժո ես, ինչ կա նա քոնը չի։ Այդ շներից մի խոսք ունի, ասում է գյալմա ես։ Այդ կարաս այդ բառը բան մոնտաժ կանի։ Գյալման։ Գյալմա ես, եկվոր ես։ Քոնը չի։ Ես ուրիշ գյուղում այդ բառը ինձ ասելու որ քինամ դու ապրեմ։ Իսկ մեր գյուղում չեն ասել։ Իմ հողում չեն ասել։ Լաչին։ Այո, լաչ։ Եթե գյուղում ապրում ես, պիտի տարածքնի անաստապահությամբ զբաղվես, դաշտավարությամբ զբաղվես։ Դե վարելահողը էլի փառք կա, բայց արոտավար չունենք։ Գյուղում ասենք ապրողը պիտի անասուն պայի, որ անասունով են ապրում, էլի ծախեն իր այդ հոգսերն անի, կոմունալա որ շում էլի կարա յոլակին։ Դե մեր գյուղին էլ այդ բանը չունի, տարած չունի, արոտավայր չունի։ Ստիպված տանում եք։ Ստիպված դա համար է, 4 ամիս տանում եք սարերը 4 ամիս։ Մնացածը Գորիսից վեր է վերում, Սիսյանի կողմերն եք տանում հիմնականը։ Սիսյանի սարերը, բազարչայի սարերը, ասում են ջերմուկի սարերը։ Տանում ենք տեղեր պահում։ Ծախսերը շատ տանում է, ապրանքի ինքնարժեքը ավելանում է, ասենք մսի ինքնարժեքը բարձրանում է, կաթի ինքնարժեքը բարձրանում է, դա համար էլ այդ շահութաբերությունը իջնում է։ Ինչքան ապրանքի ինքնարժեքը բարձրալինում, շահութաբերությունը իջնել է բարձր։ Ես կարծում եմ, որ համալիր մոտեցում է պետք ցուցադրել։ Այս ամբողջական պետք է նայել այս լուծումը, այսինքն գյուղը պետք է համարվի առաջին հերթին առաջնահերթություն պետության համար։ Հիմա պետությունը ժողովրդին ով է կերակրում, գյուղացին է, չէ՞ կերակրում։ Քաղաքին գյուղն է կերակրում։ Քաղաքին պետությունը գյուղացին է պահում։ Արտադրողը, չէ, գյուղացին արտադրողը։ Թեկուզ իր առողջությունը փչացնում է, բանանում, բայց ամեն դեպքում եթե հնարավորություն տան գյուղացուն էլի կանի, կաշխատի։ Այս բոլոր խնդիրները Անդրանիկ ջան կարծում եմ լուծելու քաղաքակիրթ տարբերակ կա։ Այդ քաղաքակիրթ տարբերակը սովորաբար ոնց են անում պետությունները։
ձևավորվում է իշխանությունը ընտրությունների միջոցով է ձևավորվում, հետո ունենում է ինքը որոշակի ժամանակահատված, մի դեպքում 4 տարի, մի դեպքում 5 տարի է, տեղ կա 7 տարի է, նայած ինչ կառավարման համակարգ է ու իշխանությունը փորձում է այդ խնդիրները լուծել։ Հիմա ես կարծում եմ, որ առաջիկայում սպասվող այս ընտրությունների ֆոնին մեր համակարգացիները, մեր համերկրացիները բոլորը այսպես տանը չմնալով պիտի գնան ընտրատեղամաս եւ իրենց մասնակցությամբ ապացուցեն, թե ինչպիսի երկիր են ուզում, ինչպիսի Հայաստան են ուզում դրանով ապրեն, էլի։ Դե չէ մենք որ անընդհատ բողոքում ենք, ասում ենք, որ սա կա, դա կա, հետո մարդիկ ասում են որոշ ժամանակ ասում են ինչու էսպես եղավ, որովհետեւ օրինակ դու չգնացիր, չմասնակցեցիր ընտրությանը։ Եթե չես ձևավորել դու քո ուզած իշխանությունը կամ քո ուզած խումբը, որը ուզում ես ղեկավարի, դու վերջում դատարկաձեռն ես մնալու եւ չես կարողանալու այդ ամեն ինչ անել։ Դրա համար ես կարծում եմ, որ ամենաճիշտ ձևը այս խնդիրներին համալիր լուծում տալու ընտրություններին մասնակցելն է։ Ընտրությունն է, թոքինա մասնակցել ու ուզում ես ընտրել։ Իհարկե, խոսքը վերաբերում է բացառապես այդ մասնակցության։ Քո ընտրությունն է, քո ճաշակն է, քո նախընտրությունն է։ Նախընտրում ես նրանիկին ընտրում, ուզում ես երկրի ղեկավարինիկին է իրան զայնտում։ Իհարկե։ Արի Տարուն ջան, արի տես որտեղ ենք քնելու այսօր։ Դաշտի մեջ ենք քնելու։ Գլխիդ նայի։ Ինչ է լավ տեղ է։ Չէ, լույսը կա, որ ասեմ, արևային տեղա դրած։ Շատ է լավ տեղ է։ Ահա։ Բայց տեղ ցուրտ չի լնում։ Չէ, դա ամառահից ցուրտ, տեղաշորին տակինից ցուրտ։ Ուղղակի կելերը վրկյան է տավատն էլի։ Դե ինչ անենք հիմա։ Գելեր են գալի թող գան։ Ոչ են մտնելու մեջը։ Կարող եմ մտնել։ Ոնց մտնեն, դուրը չես փակում։ Դե դուրն հալի կելը պերցել։ Կելը պերցել է։ Ես ժողովուրդ ջան, ուրեմն ես այսօր գիշերը անցկացնելու եմ այստեղ, ես իմ սեփական կամքով հրաժարվեցի Անդրանիկի առաջարկից մնալ գիշերել իրենց տանը, որովհետև սա էլ մի հետաքրքիր արկածայի վերջո դաշտի մեջ հենց փոքր ֆերմայի կողքը, գայլերի մեջ, որոնք հնարավոր է գան գիշերը, բայց կապ չունի, այստեղ պահակությունը կանենք, գիշերը կհսկենք։ Այդ ամբողջ տնտեսությունը պետք է հսկել եւ ձեզ մենակ չեմ թողնի հաստատ։ Հայաստանում գյուղատնտեսության խնդիրներից մեկը, այսպես ասեմ, առանցքային, որ ռեալիզացիան է, այդ որ իրանք, չգիտեմ, հիմա մեկը, չգիտեմ, բերք հաստանում, մեկը կաթ հաստանում, մեկը կատնամթերք հաստանում, այդ սիստեմ, այդ համակարգը ճիշտ մշակելը, որ գյուղը աշխատի, որովհետև գյուղը աշխատես, քաղաքը տասնապատիկ է աշխատում։ Կառավարությունը պիտի տերություն անի, տերություն, պիտի խրախուսի, պիտի օգնի։ Դե հիմա գյուղնախարարություն էլ չկա։ Չկա, գյուղնախարարությունը վերացավ։ Չկա։ Բայց փառք էլի բանը էկոնոմիկայի նախարարությունն է, նայում չեմ իմանում։ Այդ ենթակայության բան գործը։ Անասուններին պատվաստումն են գոնե ժամանակին լրիվ անում է։ Անում են այդ։ Պատվաստումն է քանի հատակա։ Դաբաղի դեմ, չգիտեմ։ Դաբաղի դեմ, Սիբիրախտա, ես եմ բրիցիլոզի արյունստու գիլա։ Այդպես բաներ լրիվ անում են։ Լրիվ ժամանակին կեմ են անում։ Արդեն երեկո է, ժամը 7:20 է։ Կովերին արդեն բերում են։ Հիմա պիտի գնանք Անդրանիկենց փոքր ֆերմա, տեսնենք կովերին ոնց են տեղավորել, բաչիկը ոնց է տեղավորել ու ինչ գործ կա անելու, ինչ աշխատանք կա կատարելու։ Եկավ նախիրը։
Լավ թարմացած են վերադարձել Անդրանիկ։ Չեմ կարողացել լավ պահել։ Տոպելու եք, ուժես տոպելու եք։ Չես կարող։ Դանան հանից ոչ։ Սամնվեր ստացած այս նարդին։ Համայնք կապիտանանից որպես բարեխիղճ գյուղացի իրանց համայնքի բնակիչ Սա են նվիրել։ Սա նվիրել է։ Մի հատ ժամացույց են նվիրել, մեկ է նարդին նվիրել։ Որպես համայնքի լավագույն բնակիչի։ Մնացին։ Խաղը տենց է։ Սև սպիտակ։ Սպիտակներով ես խաղտանում։ Դե դուք սպիտակ եք։ Ես սև եմ։ Էլի հաղթեց բարեկամությունը, բայց խաչիկը ինձ կրեց ֆանտաստիկ։ 3 հատ դուշ է շակցել իրար հետևից, հենց որ բան չունեմ ասելու։ Դիարն թառաչից հետո, տրնդեզից հետո սովորաբար տաքանում է, չէ՞ ասում եմ։ Ու տենց էր, բայց այս տարի մինչև հիմա ունես չի որ տաքացել է։ Բայց ես կրակին ինչքան նայում ես նայվում։ Հիմա այսօր կրակը վառել ենք լասա Անդրանիկ ջան։ Աշխարհում քանի պետություն կա։ Ամերիկա։ Ավստրիա։ Գիշերվա ժամը 4-ն է արդեն մենք ինքան հավեսոր անցկացրինք։ Ինքան լիքներ նա չքնեցինք։ Հեսա լուսիկացությունը բազմանկյալը Կարոտել էի գյուղը։ Գյուղի կյանքը միշտ ուրիշ է, չէ։ Շատ իմաստալից եւ լիքոր պարգևեցիք դուք այսօր ինձ անձամբ ինձ վստահ եմ նաեւ մեր տարոնին, որին անկախ որ իր աշխատանքն է կատարում, խորին շնորհակալություն ամեն ինչ պրոֆեսիոնալ մակարդակով անելու եւ մեզ ուղեկցելու համար Տարոն ջան, որ քեզ չթողեցինք քնես, ապրես շնորհակալություն։ Ես հիմա ոչ միայն ինձ լավ եմ զգում, մեծ ցավ եմ զգում այդ դիմացը նայելով, դիմացի լույսերը նայելով։ Մի տեսակ կարոտախտ կա, մի տեսակ որքան հզոր է այս հողը, այդքան ցավեցնող է։ Ասի պես էլ երևում է, չէ՞ լրիվ մեր այդ իրանք օկուպացրած են, այո։ Այդ մեր հողերն է, մեր այ լույսերը վառում է իրանց, Արսենի իրանց։ Ես մեկ էլ տենց դաժան ներքին անասելի, անբացատրելի զգացումով եմ պատված եղել Շուշիի տակ։ Երբ որ Ստեփանակերտից նայում էր այդ ամբողջ լուսավորությունը, բայց չէի կարողանում ասել, հիմա այդ նույն զգացումն է ինձ պատում։ Հողը թանկ բան է։ Պատկերացրեք մենակ այսօր չէ որ նայում ես ժամը 4-ին օպին նայում ես երևում, մեկ ամեն օր քնելուց, արթնանալուց, հենա դեմները։ Ու ընդեղ ամարյա դեր զոլ ետ գյուղերում, բոլոր գյուղերում միլալ են։ Էր ասում են
թուրքական, կամ ադրբեջանական, Քուրդիստան էլ ես մի մզգիթ չեմ տեսած։ Մի մզգիթ չեմ տեսած։ Լրիվ հայկական եկեղեցին է ելել։ Ցավոք այսօր Ate mereci ați soine pe mereci provocativo շպիտի վերադառնա։ Հողը պետքա սիրել, հողը այդ սիրելն էլ կենացով չի, ամենամեծ ապացույցը ձեր ներկայությունն է, ձեր նման ընտանիքների հավատքով ամրապնդված մնալն է այս հողին կարճած, այս հողը շենացնել է, այս հողը վարել է, այս հողը ցանել է, հնձել է, շունչ ապահովել է, շունչ եք տալիս ես։ Գյուղը դրանով է գյուղ, իմաստավորված է ու իսկապես այսօր որ տարբեր մարդկանց հանդիպեցինք, տարբեր մարդկանց հետ զրուցեցինք, իրենց խնդիրները լսեցինք։ Մի հատ sense կարմիր թելի նման բաներ գնում այդ բոլոր զրույցներում էլի։ Բոլորը ունեն ավելի լավ Հայաստանի ակնկալիք, ավելի լավ երկրի ակնկալիք, ավելի արժանապատիվ երկրի ակնկալիք, որտեղ երեխաները կունենան հեռանկար, կունենան ապագա, կապրեն իսկապես երաշխավորված խաղաղության պայմաններում, ունենան աշխատանք եւ հեռանկար։ Մեր ապապերը շատ են, չէ, երազերը, ինքան ցանկացել որ մենք անկախ պետություն ունենանք, մեր բանակ ունենանք, մեր դրոշ ունենանք, մեր հիմն ունենանք։ Հիմա 91 թվից ունենք պիտի տերություն անենք, անտերության չմատնենք գյուղերը, բնակվենք, շենացնենք, արարենք, աշխատենք, անկախ ենք երկիրը, անկախ պետություն ենք, աշխարհը մեր ճանաչում է որպես պետություն, տիրություն անենք։ Անձամբ ես եմ մտածում մեր գյուղնա պապս ստեղ է հողակավորված, հետը ստեղ է, գերեզմանները չթողենք, մեր սրբավայրերը, սա որտեղ նստած եք իմ կողմը։ Մանկությունս էլ եմ ստեղծել, ստեցնված ստե մեծացած։ Ես չեմ կարող պատկերացնել, ոնց կարելի է թողես քինած ուրիշ տեղ։ Ես դա ինձ չկա, չեմ կարող տա։ Որը ինձ չի տեղավորում։ Հայախոս լինելը բավական չի։ Պետք է հայեր են մտածել։ Մտածելակերպել հայերեն։ Մեր արժեքները այն ամեն ինչ որ մենք ժառանգել ենք մեր պապերից, ազատության, անկախության, արդարության, համերաշխության, սեփական հողին տեր կանգնելու, անձնականը ստորադասելու հավաքական շահին, այս բոլոր արժեքները մենք հիմա կարծես ոչ թե կորցրել ենք, այլ փոշի անստել կամ մոխիր անստել նրան։ Դի մեր մեջ ուժը գտնենք այդ փչելու այդ աղբը մեր վրայից հանելու, թափելու, մեր հոգիները պղծած, մեր կենցաղը աղավաղած, այդ արատավոր երևույթները, իրար նկատմամբ ատելությունը, ներքին պառակտումները, նախար մի 50 միլիոն էլ չես էլ, որ ասես եղաչեղացը մի պտխոնց ժողովուրդ ես էլի, Սահյանի բարվասը, քանի սյունիքում ենք։ Չանենք արդեն ժամը 5 դեղավ, հեսա արև նայելնելու, հա։ Բայց ես մի կես ժամից պիտի հելնեմ։ Այսինք չես կնելու։ Բայց մենք կարանք կնանք մի 2-3 ժամ կնենք բունը, որտև առավոտը պիտի շարժվենք։ Եթե քուշ կհելնենք, ես առավոտ շուտ կհենեմ իմ գործեր ալնում, մենք որ ժամի կուզեք, ժամին է կհենեմ։ Շուտ կհենեմ։ Տրադիցիայի համազան ժամ 8-ին կնած մարդ չպիտի։ Ահա, տեսար Տարուն ջան, ես քեզ էր ուղղված այս մեսիջը, դու ես ամենաշատը քնում մեր մեջ։ Ժամը 5-ին արդեն ասնացած ունի, բացառություն կանեք եկեք։ Այսինքն եթե այսօր եկած չլնենք, դուք հիմա քնած էիք, վաղուց։
քնած չէ, կես ժամը 10 պիտի քնածել, առավոտը էսա մի կես ժամից պիտի հելնի։ Մենք 2 ժամ գնանք հանգստանանք վերջո։ Սա իրական Հայաստան առանց ֆիլտրի նախագծի առաջին թողարկումն էր, կհանդիպենք հաջորդ կանգառում, Վայոց ձորի մարզում, ինտերեք եւ բարի գիշեր։